Բարև ձեզ։ Այս օրերին հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության նոր ազգային ժողովը, որտեղ ձևավորվում են նոր քաղաքական հարաբերությունները, որտեղ իշխանությունը եւ ընդդիմությունը ձևակերպում են իրենց օրակարգերը։ Բայց Հայաստանի ներսում տեղի ունեցավ այս իրադարձություններից զատ ոչ պակաս կարևոր եւ ավելի խորքային զարգացումներ են, գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ, խոսքը մասնավորապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, Հայաստան-ՀԱՊԿ եւ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին է եւ ընդհանրապես Ռուսաստանի ռազմավարական ներկայության Հայաստանում եւ տարածաշրջանում։ Մինչ այժմ մենք կարծես թե մի տեսակ մոռացության էինք մատնել ՀԱՊԿ-ը եւ ավելի շատ խոսում էինք ԵԱՏՄ-ի մասին, պատճառը հայտնի առաջարկն էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարների կոչի այն է Հայաստանում անցկացնել հանրաքվե եւ կողմնորոշվել Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն։ Բայց այսօր իր մասին հիշեցրել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, այս կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀԱՊԿ առաջին նստաշրջանի ժամանակ, որն ի դեպ տեղի ունենալու նոյեմբերի 11-ին Մոսկվայում, ամենայն հավանականությամբ կքննարկվի Հայաստանի Հանրապետությանը այս կազմակերպությունում ձայնի իրավունքի ձեռքելու հարցը եւ միաժամանակ նկատել է, որ նման որոշում ընդունելու համար անհրաժեշտ է որոշակի կոնսենսուս։ Ինչ է սա սովորական քաղաքական ճնշում, թե իսկապես ստեղծվել է մի նոր իրականություն, որտեղ Հայաստանը հարկադրված է լինելու ընտրություն կատարել երկու աշխարհքաղաքական ուղղությունների միջև։ Այս հարցերի մասին ենք խոսելու, նաև Հայաստանի ազգային ժողովի առաջին օրերի աշխատանքի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Եւ այսպես ինչպես նշեցի, այսօր իր մասին հիշեցրեց ՀԱՊԿ-ը, այդ կազմակերպությունն Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ նոյեմբերի 11-ին ամենայն հավանականությամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետությանը ձայնի իրավունքի ձեռքելու հարցը։ Սա ինչ քաղաքական ուղերձ է Հայաստանին։ Հերթական փորձն է Մոսկվայի կողմից, Ռուսաստանի կողմից Հայաստանին ցույց տալ, որ Հայաստանը ինչ որ հիպոթետիկ կորուստներ կարող է ունենալ, եթե շարունակի Ռուսաստանից պահանջել իր սեփական երկաթուղին, օրինակ։ Ինչ է նշանակում Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնից զրկել։ Դա փաստացի ինչ կփոխի։ Ոչ մի բան, ես դա եմ ուզում ասեմ։ Հայաստանը երբևիցե ՀԱՊԿ-ում ձայնի իրավունք դե ֆակտո չի ունեցել։ Եվ ընդհանրապես այդ ամենը պարզ է դարձել 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանը դիմեց, խնդրեց, որպեսզի ՀԱՊԿ-ը ընդհանրապես քաղաքական, տվյալ դեպքում հաշվի առնելով, որ դա ռազմաքաղաքական կազմակերպություն է, ռազմաքաղաքական գնահատական հնչեցնի այն պարզ փաստին, որ ադրբեջանական զինված ուժերը մտել են ՀԱՊԿ երկրի տարածք, Հայաստանի տարածք եւ օկուպացրել են նրա մի մասը։ Նույնիսկ ոչ ռազմաքաղաքական, այլ զուտ քաղաքական գնահատական է այո, տվյալ դեպքում հաշվի առնելով որ ռազմաքաղաքական է համարվում ՀԱՊԿ-ը, դրա համար եմ ասում ռազմաքաղաքական։ Ինչին ՀԱՊԿ-ում առաջարկեցին ինչ որ դիտորդական առաքելություն ուղարկեն, որպեսզի հասկանան, թե ջերմուկը Հայաստանի մաս է, թե ոչ։ Ինչից հետո ինչ որ հայտնի գեներալ եկավ, ինչ որ ասաց, հա, մենք չգիտենք ջերմուկը ձերն է, թե ձերը չի։ Ինչից հետո որոշում կայացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնել։ Իրականում ՀԱՊԿ-ը միշտ էլ եղել է սառեցված կառույց, ինքը ի սկզբանե եղել է մեռելածին կառույց, այդ Վարշավյան կազմակերպությունը չէ եղել ժամանակին ՆԱՏՕ-ին որպես հակադիր բևեր, պայմանագրի կազմակերպություն, ռուսերեն ՕՎԴ էր կոչվում, իրենք ստեղծեցին։ Հիմա Վարշավյան կազմակերպությունը չկա, ՀԱՊԿ ստեղծեցի 92 թվականին ՀԱՊԿ-ը թղթի վրա, ես եղել եմ այդ կառույցում ժամանակին, որպես լրագրող, հա, պրեստուրով, ես տեսել եմ ինչ է դա իրենից ներկայացնում, թղթերի հետ են աշխատում այդ մարդիկ եւ ռեալ դե ֆակտո որևէ գործառույթ այդ բոլոր թվերին 92-ից իրենք չեն իրականացրել, բացի ղազախական հայտնի օպերացիայից, երբ Տոկաևին իշխանությունը պահպանեցին եւ պաշտպանեցին, ինչի համար ժամանակ երբ Հայաստանն էր նախագահը։ Այո, եւ այստեղ Հայաստանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը բավականին եռանդուն ավանդ ունեցան։ Այսինքն մենք այդ ձայնը չենք ունեցել երբևիցե, ես չեմ հասկանում, ես հիմա ինչից են զրկելու։ Հիմա սա ինչ է, նախազգուշացում է, թե նախապատրաստում են Հայաստանին դուրս տանել ՀԱՊԿ-ից։
Չնայած Հայաստանը կարծես թե դուրս է, ոչ Հայաստանը ներկայացուցիչ ունի, ոչ անդամավճար է վճարում, ոչ կազմակերպության հետ նիստերին ու նստաշրջաններին է։ Դուք արդեն պատասխանեցիք ձեր հարցին, պարոն Կիրակոսյան, Հայաստանը վաղուց հապկից դուրս է։ Եթե հիմա իրենք դե յուրե Հայաստանին դուրս հանեն, դա լինելու է սեփական կարակոցի, սեփական ոտքին կարակոցի նման ինչ որ մի բան։ Ես ընդհանրապես նույնիսկ կարծում եմ, որ Երևանը չպետք է դրան արձագանքի։ Ինչ ուզում են թող անեն։ Պատրաստում եմ այդ հարցը տալ, թե հիմա Հայաստանն ինչ պիտի անի։ Ոչ մի բան, ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան պետք չի տալ, թող իրենք գնան, իրենք որոշումները կայացնեն, իրենք կրակեն սեփական ոտքին, իրենք դնեն, իրենք հապկը դնեն ու քանդեն։ Այնպես ինչպես ժամանակին քանդեցին սովետական միությունը, իսկ հիմա քանդում են Ռուսաստանի Դաշնություն։ Թող քանդեն իրենք։ Իսկ կարող է ստեղծվել ինչ որ մի պահ, որ անհրաժեշտ լինի, որ Հայաստանը վերադառնա հապկ։ Ոչ։ Այդպիսի բան հնարավոր չի։ Չէ, իրական այդպիսի կարիք չի կարող լինել, հաշվի առնելով հապկի մեղելացին բնույթը ի սկզբանե, բայց եթե Հայաստանում, չգիտեմ, ես հիմա հիպոթետիկ եմ խոսում, դուք հարցը այդպես եք կառուցում, լինի իշխանափոխություն, եւ ինչ որ Ռոբերտ Քոչարյան գա իշխանության, այդ ժամանակ միանգամից կվերադառնա։ Այլ հարց է դա Հայաստանի շահերից կբխի թե ոչ, բայց պարոն Քոչարյանը եւ իր նման պարոնները երբեք Հայաստանի շահը որոշում կայացնելուց հաշվի չեն առել, իրենք միշտ հաշվի են առել Ռուսաստանից, հակառակ դեպքում օրինակ նույն Հայաստանի երկաթողին պարոն Քոչարյանը 2008-ին, երբ իր նախագահությանը մնում էր 3 օր, չէր տա, շտապելով չէր տա Ռուսաստանին ու չէր ստեղծի այն լրջագույն խնդիրը, որ ինքը ստեղծել է այսօր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Հիմա սրանով հապկը, ասենք հապկ հասկանանք Մոսկվա, ճնշում է թե բանակցում է Հայաստանի հետ։ Ну, ես հասկանում եմ, որ սա ինչ որ ճնշման փորձ է։ Նպատակը ո՞րն է։ Որ Հայաստանը, հա, որ Հայաստանը այլևս չպահանջի իր երկաթուղին, Հայաստանը մենաշրջափակված, Հայաստանը չմասնակցի ռեգիոնալ տարածաշրջանային կոմունիկացիայի վերաբացման գործընթացին, Հայաստանը մնա Ռուսաստանի պատանդը եւ Հայաստանը մնա ռուսական ազդեցության գոտում։ Ի վնաս սեփական ռազմավարական ազգային շահերին։ Երկաթուղու մասին խոսենք, բայց մինչ այդ անդրադառնանք նաև քանի որ սկսել ենք այդ թեման, այսինքն պրոռուսական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի Հանրապետության կարգավիճակի հարցը հապկի մասով այսքանով սահմանափակվենք, չգիտեմ ուրիշ ինչ որ բան կա ավելացնելու, թե ձևական անդամակցությունը հիմա այն իրավունքից զրկեն էլ ավելի ձևական կդառնա այստեղ։ Ես կարծում եմ, պարոն Կիրակոսյան, ձեր թույլտվությամբ մենք առանց այդ մեղելացին կառույցի եւ այդ մեղյալ հարցի շուրջ բավականին շատ խոսեցինք։ Լավ, հիմա կանք Եվրասիական տնտեսական միությանը եւ նրանց կոչին, որ Հայաստանում անցկացնենք հանրաքվե, կողմնորոշվենք Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն եւ այդ երկրների ղեկավարների կոչից հետո այս օրակարգը կարծես թե ավելի շատ առաջ է մղում Ռուսաստանը, անընդհատ հիշեցնում են, շտապեցնում են եւ այլն եւ այլն։ Սա կարող է դառնալ իրական քաղաքական օրակարգ Հայաստանում։ Ոչ մի դեպքում չի կարող դառնալ, դա Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի շահերից չի բխում, որովհետեւ մենք ասպահին դրան պատրաստ չենք եւ Եվրամիությունը դրան պատրաստ չէ։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, երբ է ինքը այդ հանրաքվեն անելու կամ չի անելու։ Մենք պատրաստ չենք Եվրամիության անդամակցելուն այս պահին։ Մենք հայտը չենք ներկայացրել, եթե մենք հայտը չենք ներկայացնել, ինչ հանրաքվեի մասին կարող է գնալ խոսքը։ Մեր շահերից չի բխում, բայց Մոսկվան ինչու է շտապեցնում, ինչու է անընդհատ հիշեցնում ամենաբարձր մակարդակներով, որ հիմա եւ այստեղ որոշեք հնարավորինս արագ հանրաքվե անցկացրել։ Տեսնելով Հայաստանի տնտեսության կապվածությունը եւ որոշակի կախվածությունը Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից, իրենք օգտագործում են դա որպես լծակ։ Իրենց ձեռքում շատ քիչ լծակներ են մնացել ճնշման Հայաստանի, այն որ այդ նույնիսկ մեռած հապկն են օգտագործում, դա շատ բանի մասին է խոսում, դա խոսում է այն մասին, որ իրենք իր ուղղակի չունեն այդ լծակները, ռեալ լծակները, որոնք օգտագործեն, գազից են խոսում։ Իրանից ինչ ասացին, ուսուցում մենք պատրաստ ենք ձեզ գազ վաճառել։ Գազի մասին խոսենք, բայց Եվրասիական տնտեսական միության մասով, եթե տեսականորեն ընդունենք, որ հանրաքվե անցկացվում, սա քաղաքական բևեռացվածությունից զատ նաև հանրային բևեռացվածության կբերի Հայաստանում։ Ես կարծում եմ դա կնպաստի այդ բևեռացվածության աճին, որովհետև մեր հասարակությունը առանց այդ բավականին բևեռացված է։ Այն, որ Հայաստանի Հանրապետության կես միլիոն քաղաքացիները իրենց ձայները տվել են, որպեսզի Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության դեմ, դա արդեն խոսում է այդ մասին։ Դա ծայրահեղ բևեռացվածության մասին է խոսում, դա շատ վատ երևույթ է։ Հերթական անգամ անցկացնել։ Ես ընդհանրապես հանրաքվեի կողմնակից չեմ։
մոտակա տարիներին, որևէ հանրաքվեի, նույնիսկ սահմանադրական։ Սա չի բխում մեր Հայաստանի Հանրապետության հասարակության, ժողովրդի եւ իհարկե իշխանության շահերից, տվյալ դեպքում սա կոմպլեքս է։ Նույնիսկ այս հարցում ԵԱՏՄ եւ Եվրամիություն սա ապակայունացնելու է իրավիճակը երկրի ներսում եւ ես կարծում եմ, որ իշխանությունները այնքան ողջամիտ կլինեն, որ ամեն ինչ կանեն, որպեսզի որևէ հանրաքվե մոտակա տարիներին Հայաստանում չլինի։ Այն մյուս հանրաքվեի մասով մենք կանդրադառնանք մեր այս զրույցի ժամանակ, հատկապես որ նոր հայտարարություն կա, այսինքն նոր այնքանով, որ նորից են ասել նույն բանը, ինչ որ ասել են նախընթաց ժամանակներում, Հաջիևն է նորից ասել սահմանադրության մասի, կգանք դրան, բայց մինչ այդ ռուսական թեման այսպես շարունակենք, երկաթուղի եւ գազ։ Միամտություն է կարծել, որ երկաթուղու հարցը տնտեսական է։ Առաջին հերթին երկաթուղու հարցը աշխարհատնտեսական է։ Վերջին տարիներին աշխարհում գլոբալ քաղաքականությունում առաջին տեղում գտնվում է առնվազն աշխարհատնտեսությունը, այլ ոչ թե աշխարհաքաղաքականությունը։ Աշխարհաքաղաքականությունը շատ մոդայիկ բառ է, հա, այդ գեոպոլիտիկան, որը որ որոշ գործիչներ տեղին, անտեղին անընդհատ օգտագործում են, բայց կոնկրետ աշխարհատնտեսությունը, գեոէկոնոմիկան տվյալ պահին շատ վճռորոշ դերակատարում ունի։ Ցանկացած պատերազմների հիմքում է դա ընկած, հա, խաղաղության հիմքում է ընկած, ինչպես օրինակ մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնպես որ աշխարհատնտեսությունը դա այն կարևոր ուղերձն է, որի տակ եւ որի այսպես ասած հովանոցի տակ հավաքվում են մնացած անվտանգությունը, քաղաքականությունը, հա, աշխարհաքաղաքականությունը, ամեն ինչ այս դրանով է հիմնականում որոշվում։ Այդ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, կարծես թե հիմա պայքարը հզորների միջև էլ հենց այդ հարցերի շուրջ են։ Երկաթուղու մասով հիմա մենք ինչ ունենք եւ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել եւ ինչ հնարավոր լուծումներ կարող են լինել։ Ունենք պատային իրավիճակ, որովհետև ես դատում եմ Մոսկվայի եւ ամենակարևորը Երևանի հայտարարություններից, վերջին հեռախոսազանգը Պուտին-Փաշինյան ավարտվել է ոչնչով։ Ես բազմիցս եմ ասել նաեւ ձեր եթերում, որ հիմնական խնդիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այս պահին դա երկաթուղին է։ Լոլիկը չէ։ Մնացածը չի։ Երկաթուղին է։ Եվ մենք վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հանգից հետո, երբ նա ասաց, որ Հայաստանը 2 միլիարդ պարտքու պահանջ ունի եւ որ կոնստիտուցիոն կառավարման հետ բերելը, հետ վերցնելը այլ ընտրանք չունի, խոսում է այն մասին, որ այդ զրույցը ավարտվել է ոչնչով։ Այսինքն լավով, հա, մեր լեզվով ասած փշի անելով չի ստացվում։ Այս կարևորագույն խնդիրը, որը պետք է լուծի, եւ մենք շատ քիչ ժամանակ ունենք, ամիսներ, նույնիսկ 1 տարի չունենք։ Այդ խնդիրը պետք է լուծվի, որպեսզի գործընթացները սկսվեն երկաթուղիների կառուցում, ապա շրջափակում եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրա համար այս պահին փակուղային իրավիճակ է եւ որքանով ես հասկանում եմ, հաշվի առնելով պարոն Պուտինի վճռականությունը, ամեն ինչ գնում է այն սցենարի օգտին, որը նշмарել է իր ելույթում պարոն վարչապետ։ Որն է։ Ազգայնացնել կոնցեսիան վերադարձնել Հայաստանին։ Դա միակ տարբերակն է, ընդհանրապես ինչ սցենարներ կան այս հարցի լուծման։ Ну, առաջին սցենարը դա պայմանավորվելն է Ռուսաստանի հետ։ Իրենք հրաժարվում են այդ կոնցեսիայից, չգիտեմ, Ղազախստանն է վերցնում, չգիտեմ, ով է վերցնում։ Ես օրինակ շատ կուզենայի, որ ազգային կառավարիչ լիներ այստեղ։ Ես կարծում եմ մենք դա կարող ենք անել, որ լինի պետական։ Մենք այլ ընտրանք չունենք ուղղակի։ Կարող ենք ինչ-որ բերենք արտասահմանից կառավարչին, բայց Հայաստանը պետք է տերը պետք է Հայաստանը լինի, հա, պետությունը պետք է լինի, բայց հիմա եթե մենք ունենք տարբերակ Ղազախները կամ չգիտեմ Էմիրատները գան եւ այդ կոնցեսիան վերցնեն, միգուցե սա նաեւ լուծման տարբերակ է, բայց Ռուսաստանը դրան չի գնա։ Սա տրամաբանական լուծում է, Ռուսաստանը դրան չի գնա, հետեւաբար մենք խոսում ենք մեր անելիքների մասին, մեր համար հնարավոր սցենարների մասին, բայց պիտի հաշվի առնենք նաեւ այն ռիսկերը, որոնք բխում են Ռուսաստանի հնարավոր քայլերից։ Ռուսաստանի հնարավոր քայլերը մենք տեսնում ենք։ Հապկում մեզ սպառնում են ձայնից զրկել։ Ամբողջն ենք տեսնում, թե դեռ էլի պիտի տեսնենք ինչ-որ բաներ։ Դուք քիչ առաջ խոսում եք գազային ճնշման կամ ասենք այսպես գազային։ Նոյեմբերին կարող են գազը թանկացնել։ Պետք է դրան պատրաստ լինենք։ Ինչպես։ Եթե պատրաստ լինենք, չեն թանկացնի դեպ։ Ունենք երկրորդ գազամուղը կառուցենք Իրանից։ Բերենք նոր պոմպեր տեղադրենք գործող գազամուղի վրա, ճնշումը մեծացնենք։ Որի հայաստանյան հատվածը Ռուսաստանի սեփականությունն է։ Այո։
Այո։ Եթե համաձայն չեն, դա էլ պետք է ազգայնացվի, բայց ինչ անենք, ոչ ենք սառելու։ Մեզ մութ ու ցուրտ տարիներով են վախացնում։ Ոչ ենք սառելու։ Պետք է անենք, բայց ինչ պետք է անենք։ Եվ իրենք դա պետք է շատ լավ հասկանան։ Իրենք ունեն երկու տարբերակ։ Կամ շարունակում են գազը մատակարարել գործող գնով, եւ շատ մեծ մարժա է ստանում Գազպրոմ Արմենիան այս պահին։ Այդ հեքիաթները 170, 177, ես հերթական անգամ ստիպված եմ ասել, $395 այս պահին ես որպես շարքային աբոնենտ, հա, գնում եմ գազը Ռուսաստանից, Գազպրոմ Արմենիայից, որը 100%-ով ռուսական ընկերություն է, դա հայկական ընկերություն չէ։ Դե 177-ը թող իրենց մոտ պահեն, հա։ Դա բավականին բարձր գին է։ Եթե պատրաստ են, թող շարունակեն մատակարարել, եթե պատրաստ չեն, ուրեմն լինելու է, ես փորձում եմ տրամաբանություն մտցնել այս հարցի մեջ, հա, ուրեմն լինելու է իրանական գազ, լինելու է ազգայնացում, եւ ինչու ոչ, եթե այդպես շարունակվի, նաեւ Գազպրոմ Արմենիան կարող է ազգայնացվել։ Հայաստանի ժողովրդի շահից բարձր որևէ բան չի կարող լինել Հայաստանի կառավարության համար եւ Հայաստանի համար։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը վտանգի տակ է, իսկ գազի սակագների կրկնակի բարձրացումը առանց այդ էլ բարձր են, Հայաստանի տնտեսությունը կոլապսի է ենթարկելու եւ մարդիկ չեն կարողանալու էլեմենտար վճարեն գազի համար շարքային բաժանորդները, ուրեմն պետք է դա այդպես լինի։ Մենք ուրիշ տարբերակ չունենք եւ իրենք Մոսկվայում պետք է դա լավ հասկանան։ Հերթական անգամ որոշումը իրենցն է, թող որոշեն։ Դե պիտի որոշեն ավելի կոշտ քայլերի գնալ, չգիտեմ ինչպեսի կոշտ քայլեր։ Դե կոշտ քայլերն է, որ կամ գազը փակեն, կամ թանկացնեն։ Եթե թանկացնեն, մենք ազգայնացնելու ենք դա։ Ես փորձում եմ տրամաբանություն, հա, մտցնում։ Տրամաբանական քայլը դա է, բայց ինչ պետք է անենք։ Կամ պետք է պետությունը սուբսիդացնի տարբերությունը։ Պետությունը կարող է այդքանը սուբսիդացնել, ես չգիտեմ։ Ես կարծում եմ դա ողջամիտ քայլ չի լինի։ Բայց դա մի տարի հետո նորից են թանկացնելու։ Գիտեք, sense բան կա, չէ, որ շանտաժ են անում, շանտաժիստները ինչ որ մեկին շանտաժ են անում, դու տալիս ես փողը, հետո կրկնակի է ուզում։ Հիմա Ռուսաստանը, Մոսկվան, Կրեմլը այդ շանտաժիստի դերում է։ Դու չպետք է ընկրկես, չպետք է զիջես, պետք է ասես գնա, թանկացրա, բայց ես անելու եմ սա։ Եվ ինքը պետք է տեսնի, որ դու պատրաստ ես դրան։ Հենց տեսավ, որ դու պատրաստ ես, չի թանկացնի։ Մենք մինչև այս պահ խոսում ենք Ռուսաստանի կողմից տնտեսական լծակների օգտագործման մասին, ու այն տնտեսական սահմանափակումները, որոնք կիրառում է, այնքան ենք խոսել, որ հիմա նոր բան դժվար է ասենք, ու ավելանում է նաև գազային ճնշման, գազային շանտաժի հեռանկար, իսկ Ռուսաստանը ազդեցություն ունի, կարող է ունենալ ել ավելի ուժեղացնել այդ ազդեցությունը Հայաստանի նոր քաղաքական ցիկլի եւ Հայաստանի ներքաղաքական առաջիկա զարգացումների վրա։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Զրույց Նյուզի եթերում ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մենք սկսեցինք հայ-ռուսական հարաբերություններ, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները, Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական գործիքներ, տնտեսական լծակներ եւ հասանք արդեն քաղաքական գործընթացներին, արտասայներ, թե Ռուսաստանը ազդեցություն ունի, ել ավելի կարող է ուժեղացնել այդ ազդեցությունը Հայաստանի նոր քաղաքական ցիկլի եւ առաջիկա ներքաղաքական զարգացումների վրա։ Եթե դուք նկատի ունեք 5-րդ շարասյունը, որը կներեք, որ հիշեցնում եմ, ինչպես եւ ես կանխատեսում էի ծավալել է խորհրդարանում եւ մանդատները վերցրել, հիշում եք ինչքան են քննարկում վերցնելու են, թե ոչ, ապա ոչ, որովհետեւ այդ երկու ֆրակցիաները խորհրդարանում, ուժեղ Հայաստան եւ Հայաստան, լավագույն դեպքում ունեն անգլիական թագուհու դերակատարում եւ հնարավորություններ, իրենք իրենց ձայներով ոչ մի բան չեն որոշում։ Բայց դուք քիչ առաջ ասում եք, թե ինչքան ձայն մարդ է քվեարկել, թիվ նշեցիք, դա ոչ մի բան է։ Դե եթե դա ոչ մի բան չլիներ, այդ մարդկանց 20%-ը, չեմ ասում 100%-ը, դուրս կգար փողոց, կստեղծեր քրիտիկական զանգված։ Գուցե չի հասել քրիտիկական պահը, քրիտիկական զանգված ձևավորելու։ Դե ոնց չի հասել, 300,000-ը գալիս են ադրբեջանցիները։ Նիկոլը սա խանձնել է, չէ՞, թուրքերին, ադրբեջանցիներին։ Սյունիքը տվել է ամերիկացիներին։ Էլ ինչ պետք է լինի, որ քրիտիկական պահը։ Եթե թող իրենք ասեն, եթե այդքանը արել է ու քրիտիկական պահը չի հասել, թող իրենք պատասխանեն այդ հարցին, ինչ պետք է լինի, որ այդ քրիտիկական պահը գա։ Այս մարդը Հայաստանը իրենց տրամաբանությամբ տվել է օտարներին, ինքնիշխանությունը վաճառել է օտարներին, ամերիկացուն, թուրքին եւ ադրբեջանցուն։ Դա քրիտիկական պահ է, թե ոչ։ Իրենք մեզ նախընտրական ամբողջ ցիկլի ժամանակ դա էին համոզում։ Ուրեմն կամ իրենք մեզ խափում էին, կամ իրոք Նիկոլ Փաշինյանը դավաճան է եւ պետք է գնդակահարվի, չէ՞։
Եթե պետք է գնդակահարվի, այդ 500,000 հոգին պետք է դուրս գան եւ հասնեն այդ նպատակին։ Եթե չեն հասնում, ուրեմն A. Իրենք հասկանում են, որ իրենց խափում են, B. Հասկանում են, որ չեն խափում, բայց չեն ուզում դա անել, ինչու չեն ուզում դա իրենց հարցրեք, եւ C. Դա ուղղակի քաղաքական ապրիորի անհնար գործընթաց է։ Իսկ ընդդիմության օրակարգի տրամադրվածության մասին ինչ տպավորություն ունեք դատելով առայժմ ընդամենը ասենք 2-3 օրվա ազգային ժողովի աշխատանքը։ 2-3 օրվա ազգային ժողովի աշխատանքը պետք չի, ես չեմ հետևում։ Ես տեսնում եմ առանձին գրառումները սոցցանցերում, ինձ դա բավական է։ Ես ասել եմ այն, ինչ ասել եմ ընտրություններից առաջ։ Այս ընդդիմությունը, եթե կարելի է համարել ընդդիմություն, նստելու է ազգային ժողովում, զբաղվելու է քաղաքական կլոունադայով, բեմադրելու է շոուներ, ինչ որ անձնական թիրախավորելու է ՔՊ-ի պատգամավորներին, որոնք պատասխանելու են այդ նույն տրամաբանության մեջ։ Ազգային ժողովը լինելու է ապաքաղաքական մարմին, որը չի արտացոլում Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը, իդեպ այդ 500,000 հոգու շահերն է չի արտահայտում, ես չեմ կարծում, որ իրենք այդ գործուղել են այդ մարդկանց խորհրդարան, որպեսզի նրանք ինչ-որ հաշիվներ մաքրեն այնտեղ, հա, զբաղվեն քաղաքական կլոունադով։ Այսինքն ազգային ժողովի քաղաքական դերակատարումը շարունակում է մնալ մի հատ մեծ զրո։ Եվ սա այդ թվում այդ մարդկանց վաստակն է, որոնք քվեարկել են այդ 500,000 հոգին սրանց համար։ Հիմա ինչի են դա նրանք անում, այդ երկու ֆրակցիաները, որովհետև ուրիշ բան չեն կարող անել։ Իրենք չունեն գործողությունների պլան, ծրագիր, որովհետև այդ գործողությունները հնարավոր չեն։ Իրենց նպատակը իշխանափոխությունն է, իրենք այդքան չկան, որ դա անեն, այդ ռեսուրսը չունեն այս պահին։ Հետևաբար իրենց մնում է մեկ բան՝ զբաղվել քաղաքական կլոունադայով եւ սпасել այն պահին, երբ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինային, Իրանը կհաղթի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, կուժեղանան, կկանչեն Նիկոլ Փաշինյանին Տիզբոն կամ Պետրոգրադ, այնտեղ կդնեն վերջնագիր, ինքը ձեռքերը կբարձրացնի վեր, ինչպես դա արել է Սերժ Սարգսյանը 13 թվականին Մոսկվայում, եւ այդտեղ իրենք դուրս կգան առաջին պլան։ Դուրս կգան առաջին պլան, կանեն հեղափոխություն, այն ինչ ուզում էին անեն սրբազան շարժման միջոցով, երբ որ Կիրանցի դեպքը փչեցին, սարքեցին մեծ փուչիկ, ոսկեպարը եկեղեցին Ադրբեջանին, ես վերջերս ենք այնտեղ եղել, հանձնվել էր Ադրբեջանին, թուրքը արդեն Երևանին է մոտենում, Տիգրանաշենը տվել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում իրենք ակտիվանալու են եւ փորձելու են հասնել այդ նպատակին։ Միջև այդ իրենք զբաղվելու են քաղաքական կլոունադայով։ Եթե այդ պահը չեղավ, Պուտինը պայմանական եմ ասում, Ուկրաինային չհաղթեց, իսկ Իրանը չհաղթեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Նիկոլ Փաշինյանին ես ավարտեմ կներեք։ Տիզբոն եւ Պետրոգրադ չեն կանչելու։ Հետևաբար իրենք զբաղվել են քաղաքական կլոունադայով 5 տարի։ Ես պիտի ասեի, եթե պիտի սպասեն Ռուսաստանը Ուկրաինայում, հիմա այս պահին ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չգիտեն, թե դա տեղի շքան կշարունակվի, կամ Միացյալ Նահանգներ, Իրան, էլի անորոշություններ են, տարբեր հայտարարություններ եւ այլն, չխորանանք այդ հարցերի մեջ, այսինքն ձեր ասած տրամաբանությունը հանգում է նրան, որ առաջիկայում թեկուս այս աշնանը սրացումներ, փողոցային պայքար, այդ ձեր ասած ժողովրդին հանել այդպիսի բաներ չեն սպասում, այսինքն աշունը սովորական, ասենք, աշուն է լինելու, հա, Ես բեղբեղանակով։ կարծում եմ, որ լինելու է սովորական աշուն, թեժ աշուն չի լինելու։ Ես չեմ բացառում, որ իրենք փորձելու են դա անել, ու իրենք ընտրություններից հետո չէ, բանը շրջափակեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սահմանադրական դատարանը, այդպիսի փորձեր կարող են լինել, բայց ցանկացած փորձ, որը չի ենթադրում մարդկանց քրիտիկական զանգված փողոցում, դա գոլորշու բաց թողում է, դա դատարկ, հա, խալաստորեն ասում ռուսերեն, պատրոնների կրակել է, հա, պարկուճների կրակել է, եւ քաղաքական իմաստով դա միայն եւ միայն այս մարդկանց քաղաքական իմիջին, որ առանց այդ էլ բավականին թաց է, միայն եւ միայն վնասելու է։ Ես ինչքան հասկացա, դուք բացառում եք ընդհանրապես եւ ի սկզբանե եւ ի բնե ընդդիմություն, իշխանություն, քաղաքական, բովանդակային նոր էջից մեկ մատ խորքից սկսվող հարաբերությունները, հա։ Այո։ Դրա համար որևէ հիմք չկա։ Եվ դա ցավով եմ ասում։ Ես շատ կուզենայի դա տեսնել ազգային ժողովում։ Շատ կուզենայի, բայց դա չկա։ Ինչն է խանգարում այդ մարդկանց հավաքվել ասոժոտ։ Եկեք քտարկենք, հա, երկաթուղու հարցը։ Net հասկանանք, մեր շահերից բխում է այսօր, որ Ռուսաստանը շարունակի լինել կոնցեսիոներ, եթե իրենք Հայաստանի մասին են մտածում, Հայաստանի շահերի մասին են մտածում,
Հայաստանը մնափակ տարածաշրջանային համագործակցությունից այդ մեծ աշխարհատնտեսական պատկոմավորներ են, չէ՞, քաղաքական գործիչներ են, իրենք պետք է այդ կատեգորիաներով մտածեն։ Այլ ոչ թե նստեն եւ մտածեն Հայկ Կոնջարյանի կինը հայ փոստում ինչքան է ստանում կամ նույնիսկ դա կարող են անել։ Կամ բանը Ռուբինյանը, հա, ազգային ժողովի նախագահը թուրքերեն խոսել է թե չի խոսել։ Չէ, թուրք տեսել է Թուրքիայում թե։ Հա, ես չեմ տեսել, չգիտեմ։ Թուրք տեսել է թե չի տեսել։ Թուրք ադրբեջանցի տեսել։ Այս մարդիկ ամենակարևոր քաղաքական օրակարգը չեն բերում ազգային ժողով։ Զբաղվում են քաղաքական կլոունադայով։ Ինչու են դա անում։ Որովհետև դա չի բխում իրենց եւ իրենց տերերի շահերից։ Իրենք չեն բերում այդ դիսկուրսը խորհրդարան։ Ես լինեմ դիմություն առաջինը դա կանեի։ Կոսեք ժողով նստեք մտածենք, այս հարցը ոնց ենք լուծում։ Եթե դա վատ է, ես կբերեի արգումենտները, կասեի չէ, պետք է ռուսին մնա, եթե կկարողանայի։ Ո՞ւմ չեն կարողանում, չէ։ Դրա համար այդ հարցը դնում են մի կողմ, խոսում են երկրորդական, երրորդական, չորրորդական հարցերից, սարքում են կրկես շապիտո խորհրդարանը, եւ դա կոչվում է իրենց ընկալմամբ ներքին քաղաքականություն։ Իսկ իշխանության օրակարգում առաջիկա ամենակարևոր հարցերից որն է, որ պետք է առանձնացնել։ Քիչ առաջ խոսում էինք հանրաքվեների մասին, հա, մեկը որ ԵԱՏՄ-ն առաջարկում, մյուսը որ Ադրբեջանը այսօր նորից հայտարարել է Հաջիևը, թե Հայաստանը պետք է նույն ձևակերպումները պետք է իր սահմանադրությունից հանի մեր նկատմամբ տարածքային պահանջը, շուտով Հայաստանում կմեկնարկի։ Այստեղ ինչ պիտի սպասել, Հայաստանը պիտի մեկնարկի այդ գործընթացը, այդ սահմանադրական մեծամասնությունը չունենալը, ինչ եք տեսնում առաջիկայում։ Եկեք հասկանանք Հաջիևը ինչի է դա ասում։ Սկզբից դա ամենակարևոր բանն է, նպատակադրումը։ Ես վստահ եմ, որ նույնիսկ եթե Հայաստանը այդ հանրաքվեն անի, քան այդ եթե կա, եթե մենք գնանք եւ ասենք այո, եթե սահմանադրությունից այդ կետը հանվի, Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Նոր նախապայման է դել։ Ես չեմ ասում ընդհանրապես չի ստորագրի։ Այսօր նույն հայտարարության մեջ ասում է, որ խաղաղության այդ պայմանագրի ստորագրման հարցը պայմանավորված է սահմանադրությամբ։ Որովհետեւ շատ լավ գիտի, որ ներկա քաղաքական մեծամասնությունը այդ ռեսուրսը չունի, որ այդ հանրաքվեն անի։ Ներկա քաղաքական մեծամասնությունը չի գնալու այդ քայլին, որովհետեւ դա սեփական ոտքին կարակելու նման մի բան է լինելու։ Իրենք էլ են դա հասկանում։ Դրա համար են դա բերում առաջ, իրենք հո հիմար չեն։ Ինչի Ադրբեջանը չի ուզում դա անել այս պահին։ Որովհետեւ Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը զարգանա։ Ալիևի համար իդեա ֆիքս է, որ Հայաստանը չզարգանա։ Իրենք շատ լավ հասկանում են, եթե կոմունիկացիաները վերաբացվում են, հայ-թուրքական սահմանը վերաբացվում է, Հայաստանում ներդրումների հոսքը շատանում է, Հայաստանը շատ կարճ ժամանակ իր GDP-ով համախառը ներքին արտադրանքով աբսոլյուտ, հա, Ադրբեջանին գալու անցնի տարիների ընթացքում, ոչ միայն հասնելու, այլ անցնելու է, լինելով շատ ավելի փոքր երկիր։ Իրենց համար դա վտանգ է, որովհետև իրենք հասկանում են, որ այդ դեպքում իրենք պետք է ամեն ինչի մասին մոռանալ եւ իրենք որևէ երաշխիք չունեն, որ վաղը չէ մյուսօրը Հայաստանում չի լինելու իշխանափոխություն, ինչ որ հիմարներ չեն գալու իշխանության եւ նորից Ադրբեջանի վրա չեն հարձակվելու, որպեսզի Ղարաբաղը հետ բերեն։ Մենք ունենք այդպիսի երաշխիք, որևէ մեկը չունի։ Ներկա գործող վարչակազմը այո ողջամիտ է։ Ներկա գործող վարչակազմը տեսնում է իրական Հայաստանի կառուցումը որպես Հայաստանի բարգավաճման բանաձև։ Բայց ոչ մեկ չգիտի վաղը ինչ իշխանություն է գալու, հո Փաշինյանը հավերժ չի։ Մենք չգիտենք ինչ է լինելու եւ իրենք էլ չգիտեն։ Դրա համար իրենք ուզում են Հայաստանը լինի միշտ թույլ։ Իրենց համար դա գլխավոր նպատակ է։ Ինչ անել դրա համար, ոչ են ասելու ուղիղ դա։ Բերել եւ ինչ որ պատճառներ առաջին պլան, սահմանադրություն, ես չգիտեմ ինչ, եւ այլն եւ այլն եւ սահմանադրությունը փոփոխենք ուրիշ բան կանեն առաջ։ Կասեն անկլավների հարցը հենց հիմա պետքա լուծվի, ամբողջը պետքա տակմես, մենք էլ արտվաշանը դες չենք տալիս։ Ինչ որ փաստաթղթեր կհանեն, կնկարեն, հա, հնից 17-րդ տարից, կասեն սա Ադրբեջանն է եղել։ Օրինակ եմ ասում, ինչ որ անհեթեթություն, բայց անելու են։ Մենք ինչ ենք անելու։ Մենք պետք է լինենք հետևողական։ Պետք է երկաթողին վերցնենք։ Պետք է անենք այնպես, ինչպես մեզ ասում են, օրինակ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, ինչպես պահանջում է առաջին հերթին մեր ազգային շահը, որ այս պահին համընկնում է իրենց շահերի հետ։ Այդ գործընթացները պետք է առաջ տանենք, Ադրբեջանին փաստի առաջ կանգնեցնելով եւ ստիպելով ընդունել այս օրակարգը, որովհետեւ իրենք չեն կարող ուղիղ դուրս գալ եւ ասել, օրինակ մենք դեմ ենք, որպեսզի տարածաշրջանում լինի ապաշրջափակում։ Բոլորը կողմեն իրենք դեմ են, տենց չի լինում։
Թուրքիան է կողմ, տենց չի լինում։ Դա պետք է առաջ տանենք, թող չստորագրեն խաղաղության պայմանագիրը, թող չստորագրեն։ Դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Բայց գետնի վրա, հողի վրա աշխատանքը պետք է շարունակվի, ապա շրջափակումը ամենակարևոր բանն է։ Հայաստան-Ադրբեջան սահմանի դելիմիտացիան, դեմարկացիան պետք է շարունակել։ Դա է բխում մեր շահերից։ Եթե մենք այդ ճանապարհով գնանք, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մեզ է պետք տարիների ընթացքում։ Իրենք հիմա դա շատ լավ հասկանում են, դրա համար բերում են ինչ-որ անհեթեթ պատրվակներ, սահմանադրություն, չգիտեմ ինչ, որպեսզի այդ գործընթացը դանդաղեցնեն։ Ես այսպեսի կարծիք եմ լսել, որ այնտեղ որոշումները դանդաղ են ընդունում։ Չկա տենց բան։ Հատուկ են այդպես անում, դանդաղեցնում են գործընթացը, որովհետև հասկանում են, որ այդ գործընթացը առաջին հերթին իշա Հայաստանի Հանրապետությանն է։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատվածը, բլից հարցեր, կարճ պատասխաններ մեկ բառով։ Հայաստանը այսօր ավելի մոտ է Եվրամիությանը թե Ռուսաստանին։ Հայաստանը խաչմերուկի վրա է։ Հապկում մնալ թե դուրս գալ։ Մնալ։ ԵԱՏՄ-ն այսօր ավելի շատ տնտեսական թե քաղաքական միություն է։ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը օգտագործում է տնտեսությունը քաղաքական նպատակներով։ Եվ այդպես միշտ եղել է։ Ռուսաստանը դեռ Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Վաղուց Ռուսաստանը Հայաստանի գործընկերը չէ։ Ոչ միայն ռազմավարական, այլ ընդհանրապես։ Հայաստանը գազային ճնշում կտեսնի։ Դա կախված է Հայաստանի քայլերից։ Նոր խորհրդարանն ավելի հանգիստ կլինի թե ավելի լարված։ Ես տարբերություն չեմ տեսնում հին եւ նոր խորհրդարանի միջեւ։ Ընդդիմությունը կկարողանա չեղարկել իշխանության օրակարգերը։ Չեմ կարծում, միայն եւ միայն ֆորս մաժորի դեպքում, եթե աշխարհում լինեն այն գործընթացները, որոնց մասին ես խոսում եմ։ Եկեղեցու թեման կշարունակվի առաջիկայում։ Ես կարծում եմ, որ այն կվերակենդանացվի իշխանության կողմից։ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2026-ին։ Ես դա չեմ սպասում։ Նոր սահմանադրության հանրակրվե տեղի կունենա 27-ին։ Հուսով եմ, որ ոչ։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողի հիշեր մեր այսօրվա զրույցից։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Մեր ապագան կախված է մեզանից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում, նաև թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում, ազգային ժողովում։ Այս ամենը ցույց է տալիս եւ արտաքին ճնշումները եւ ներքին այս զարգացումները ցույց են տալիս, որ ստացվել է մի իրավիճակ, որի ընթացքում կայացվող որոշումները կարող են շատ երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ Սա ազատություններ Free News-ի եթերում ես զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Լավ մնացեք, կհանդիպենք։